թվականների համար մենք պիտի պայքարենք։ Ձեր ընկալումներն ինչպիսին են եւ վերաբերվում։ Գիտեք, ես չգիտեմ ինչի միշտ խորհրդանշական է ամեն ինչը, այստեղ ինձ համար 2004 թվականին առաջին հանրապետության մասին ֆիլմ էինք նկարում եւ վեհարանում, որը հին վեհարան է 1918 թվականին Գևորգ կաթողիկոսը այստեղ էր նստավայրն է եղել, նկարանում էինք անում։ Ես կյանքում մտքի ծայրով անգամ չէի մտածի, որ Հայաստանում լինելու է 25 թվականին մի օկուպացիոն ուժ, որի ոստիկանական ու ԱԱԾ ուժերը գրոհել են վեհարանը։ Բայց նաև խորհրդանշական է 18 թվականին, երբ որ Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը գեներալ Սիլիկյանի հետ եկել է վեհարան վեհապարեն խնդրելու Բարսելոնա բյուրականի ամառանոց, թշնամին արդեն Էջմիածնի մատույցներում էր, Գևորգ կաթողիկոսն ասել է վեհապարը կմնա ժողովրդի հետ, հնչել է Էջմիածնի զանգերը, Մայր տաճարի զանգերը, ոնց որ այսօր էր հնչում, երբ մենք ունեցել ենք Սարդարապատի հաղթանակ։ Իրոք ջրբաժան է եւ ունենալու ենք նոր Սարդարապատ։ Այս իշխանության ատամները փրկվելու են հայոց հոգևոր արժեքների միջնաբերդի հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ այն հարձակման մեջ, որն այսօր իրականացնում է ամենավայրենի կերպով այս իշխանությունը եւ Նիկոլ Փաշինյանը։ Սրա ավարտին այսօր սպասենք այս էպիզոդով գոնե, թե դեռ կզարգանա։ Ամեն ինչ անել ավարտը շուտ մոտենա։ Եվ այսօր ժողովրդի հազարավոր մեր հայրենակիցների ներկայությամբ ժողովրդի դիմադրությամբ այստեղից գլխիկոր հեռացած ոստիկանական ուժերը շատ խորհրդանշական են։ Նրանք նահանջեցին ժողովրդի ուժի առաջ։ Իշխանությունը վախեցավ, որովհետև տեսավ ուժ, տեսավ դիմադրություն եւ այդ դիմադրությունը օր այսօր պետք է զորանա։